շունչը սպայել եմ իջել եմ պարոբնեցի չա այդ ժամանակ երեխուն զգացի մեշով բանել էր վրենքից գցեցի այնան երեխուն տենց զգացի Աղբի պարկերի արանքից է դուրս բերել Սուզորդ Վահե Մելքոնյանը 13-ամյա Նարինեի մարմինը Քրոջ 7-ամյա Նարեին գտնելու վայրից ընդամենը 50 մետր հեռու Սաղորի մուշկի մեկ է ներկա ոնց որ սրտիցս վկա է Գետը շատ վարար է վտանգավոր խորթուբորտներով, կամավորներն ու սուզորդները մի քանի անգամ արդեն ստուգել էին նույն տեղը, բայց աղջկան չէին գտել։ Շատ թաքնված տեղեր ունի, շատ խորխորատներ է, անկանխատեսելի, որ ոտքը դնում ես միամիտ մեկ է տեսնում ես գնաց։ Աղբեն թափ է, մեքենաների կուզովները, տարբեր բաներ, ջարդված պանելներ, հազար ձևի բաներ, ասես պանելները ձևի գալիս են մտնում են իրար մեջ, պետք է մտնես պանելի տակ, ջրասուզակները ահավոր չարչարվում են։ Շատերը հույս ունեին, որ գոնե Նարինեին ողջ կգտնեն։ Քույրերի անհետացման օրից ոստիկանությունը տարբեր վարկածներ է ստուգել։ Երբ որ երեխաների անհետացման հետ կապված լուրը ահազանգը ստացել ենք, միանշանակ է, որ առաջնային վարկածը դիտարկվել է հենց գետն ընկնելու տարբերակը, բայց որևէ բան չենք բացառում, որովհետև մշտապես պիտի բոլոր ուղղություններով աշխատենք։ 5 մետրանոց մահաբեր խողովակից կես կիլոմետր հեռու են գտել Նարինեին։ Ոնը երեխեն օղին կարժանանը ցնցը ծխն քորքի վրեն Զարուհի Սահակյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր